Շնորհակալություն առաջին հարցի համար։ Տիկին Ավանեսյան, նախ շնորհակալություն կատարված աշխատանքի համար։ Մենք այո մարզային այցերում նկատում էինք, որ քաղաքացիները խաղաղությունից զատ խոսում են նաև ապահովագրության մասին, թե ինչպես է փոխում դա իրենց կյանքը եւ մինչև ոսկորին չի հասնում, չեն բուժվում, ասացվածքը ստացվում է, որ այդքան էլ ճշմարիտ չէ։ Իրականում խնդիրը ֆինանսական միջոցների մեջ է։ Տիկին Ավանեսյան, բայց ես ուզում եմ խոսել մեկ այլ խնդրի մասին, որի ակունքները գալիս են այն զեկույցից, որը պատրաստել է ձեր նախարարությունը, դա անչափահասների շրջանակներում ճարպակալման խնդիրն է, Հայաստանի տարածաշրջանում առաջին տեղում է։ Շատ հետաքրքիր զեկույց է, առաջարկում եմ ծնողներին կարդալ, ծանոթանալ, որովհետև պարզվում է, որ անչափահասների ճարպակալումը ուղիղ կապված է ծնողների գրագիտության հետ։ Եվ դուք ասում եք, եւ ես տեսնում եմ այն ակտիվ քարոզը առողջ ապրելակերպի, որ տանում է նախարարությունը, բայց կարծում եմ, որ այն պետք է ավելի ուժեղ տարվի։ Օրինակ ես եւ մի քանի գործընկերներս էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին արգելեցինք, բայց հիմա օրինակ ես դպրոցականներին հանդիպելիս հաճախ լսում եմ, որ իրենք չեն հասկանում ինչ է դա արվում։ Մենք պետք է դպրոցականներին բացատրենք, որ անկախ նույնիսկ տանը գոյություն ունեցող ավանդույթների որոշ ծննդակարգեր ընդունելու իրենք պետք է դառնան առողջ ապրելակերպի դեսպանները իրենց տանը։ Ինչ եք կարծում ես ուղղությամբ ինչ աշխատանքներ պետք է եւս տարվեն։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հարցի համար եւ այո, առողջ ապրելակերպը պիտի լինի մեր վարքագծի ցանկալի մոդելը։ Առաջիկայում մենք աշխատում ենք եւ ներկայացնելու ենք մի ամբողջ մարքեթինգային, գովազդային, արշավային պլան, որը ուղղվելու է հենց այդ իրազեկմանը, մարդկանց մոտ վարքագիծի փոփոխությանը։ Եվ այո, մարդ պիտի հասկանա ինչու պիտի փոխի վարքագիծը։ Վարքագծի փոփոխությունը ինչ հետևանքներ է ունենում, եւ մենք պիտի օգնենք, կրթենք, անընդհատ նպաստենք, որ մեր երեխաները ճիշտ սովորություններ իրենց մեջ զարգացնեն։ Ես ուզում եմ ընդգծել, ես այս մասին ուրեմն նաև զեկույցում եմ նշել, որ մենք այս տարվանից վերափոխեցինք մանկապարտեզների սննդային ռացիոնը։ Մենք հանել ենք խտացրած կաթերը եւ նման ոչ օգտակար, գուցե ժամանակին կալորիաները հագեցնելու առումով կարևոր, բայց այսօր անառողջ համարվող սնունդը։ Եվ լրացրել ենք մեր երեխաների կալորիականությունը սպիտակուցներ, ածխաջրեր եւ ճարպերի ճիշտ համադրությամբ։ Այո, փոքրիկները սկզբից դժվար էին ընտելանում այս նոր փոփոխություններին, բայց մենք տեսնում ենք փոփոխությունը։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ այս աշխատանքը արել ենք ծնողների հետ համագործակցելով, եւ ես ուրախ եմ, որ նրանք մեզ քաջալերում էին, նրանք եւս մաս են կազմել այս փոփոխությունների։ Նախորդ տարի դպրոցական սնունդի մեջ էին կարել հենց նույն փոփոխությունները, բայց պիտի շարունակենք եւ այս արշավները տեղեկատվական, որոշակի առումով նաեւ ոգևորի եւ տրենդ դարձնող վարքագիծը պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում։ Այստեղ խոսքը վերաբերում է թե սննդին, թե ֆիզիկական ակտիվությանը, ուզում եմ կարևորել եւ ընդգծել։ Մեր մանկապարտեզների եւ դպրոցների այդ 300-500 ծրագիրը ոչ միայն կրթական ծրագիր է, սա նախ եւ առաջ առողջապահական ծրագիր է։ Այս դպրոցների շնորհիվ է, որ մեր երեխաները պահպանելու են, բարելավելու են իրենց առողջությունը, դիմակայությունը, կյանքի հաջորդ էտապների համար եւ սա պիտի դիտարկենք մի ամբողջական մոտեցում, որ մենք մեր երեխաների առողջությունը, կրթությունը պիտի տեսնենք որպես կարևորագույն ներդրում։ Իհարկե, նաեւ падգամավորները, նաեւ քաղաքացիական հասարակությունը այս վարքագիծը տարածելու առումով շատ մեծ դեր ունի եւ մենք բաց ենք քննարկելու բոլոր համագործակցության շրջանակները։ Համեցեք արձագանք։ Տիկին Ավանեսյան, ես համաձայն եմ, որ սա նաեւ կրթական ծրագիր է եւ ԿԳՄՍ նախարարության հետ մեծ աշխատանք կատարելու առաջին առաջարկը, որ կարող եմ այսպես բանավոր հնչեցնել, ես դստերս հետ շատ հաճախ եմ թատրոն այցելում եւ պետք է ցավով նշեմ, որ թատրոններում չիփսերի անառողջ սնունդի վաճառքը շատ պոպուլար է եւ ցավով պետք է նշեմ, որ ծնողները դա շատ հաճախ գնում են, երեխաները ներկայացում նայելիս ուտում են դա, ես առաջարկում եմ թատրոնների տնօրեններին դիտարկել առողջ սնունդ վաճառելը թատրոններում եւ առհասարակ
թատրոն այցելելու մշակույթի հետ գործ ունենք, կարծում տեղին չէ առհասարակ սնունդ ուտելը այդ ընթացքում դիտելիս, բայց Տիկին Ավանեսյան նաև առաջարկում եմ նախարարի հետ դիտարկել եւ մի գիրք մտցնել մեր առաջարկող գրքերի ընթերցանության մեջ, դա ատոմային սովորություններն են, որոնք շատ վաղ տարիքից կարող են հեշտ ձևեր սովորեցնել մեր կյանքում առողջ ավանդույթներ եւ սովորույթներ մտցնելու եւ ես այժմ օգտվելով առիթից խրախուսում եմ մեր երիտասարդներին ցանկացած նորություն իրենց կյանք ներմուծելիս ոչ թե մտածեն եւ կենտրոնանան այդ օրինակ առողջ սննդակարգի վրա, ավարտում եմ ինքնության փոփոխության, թե ով են իրանք ուզում լինել դրա արդյունքում այդ սովորությունը իրենց կյանք ներմուծելուց հետո։ Շնորհակալ եմ։ Տիկին Ղազարյան, այո, լրիվ համաձայն եմ եւ առաջարկն էլ կարծում եմ շատ տեղին է եւ պիտի նորից մեր երիտասարդներին եւ երեխաներին նաեւ բերենք կյանքից հաճույք ստանալու առողջ ձևերի սերմանումը։ Ես ասում եմ ձեզ, որ վազելուց մարդը նույնքան էնդորֆիններ, այսինքն հաճույք է ստանում, ինչպես չասեմ, այլ անառողջ նյութեր օգտագործելիս։ Այսինքն մենք պետք է մեր երջանկությունը ոչ թե կառուցենք սահմանափակումներից ելնելով, այլ փնտրենք ու գտնենք ճիշտ առողջ սովորությունների մեջ եւ հենց մեր արշավները դրան են ուղղված լինելու առաջիկայում։